Prometei բանկն այսօր ներկայացնում է Prometei Mobile նոր բջջային հավելվածը, որի գովազդող դեմքն է սիրված երգչուհի Իվետա Մուկուչյանը, եւ դուք դիտում եք Prometei Mobile բջջային նոր հավելվածի շնորհանդեսը Գամոբլոգի եթերում։ Կապնվեց Կարեն Եղիզյանյանը, ում ես արդեն շատ երկար տարիներ ճանաչում եմ, համագործակցել ենք Prometei մասնաճյուղի բացման ընթացքում մեկ անգամ, համերգային ծրագիր ենք արել 2011 թվականին Գյումրիում եւ այդ ժամանակահատվածից ես դեռ իրանց հետ ընկերական կապ կա ամբողջ Prometei թիմի հետ եւ իրանց client-ն եմ եւ Prometei իմ բանկն է Հայաստանում։ Եվ բնականաբար, երբ իրանք ինձ զանգահարեցին եւ առաջարկեցին լինել այս գովազդային դեմքը Prometei Mobile ծառայության, ես բնականաբար համաձայնվեցի ու ավելի ուրախ եմ, որ իրանք հենց ինձ ընտրեցին ինչի համար, հենց նրա համար, որտեղ իրանք գիտեն իմ զբաղվածությունը եւ իմ կյանքը։ Եվ բնականաբար այս mobile app-ը իմ համար անհրաժեշտ է, անհրաժեշտ։ Նամանավանդ այն մարդկանց համար, ովքեր չեն գտնվում Հայաստանում, դա անհրաժեշտ է։ Այստեղ մուծումներ կան, որ պետք է արվի, ես միշտ ուշացնում եմ, որովհետեւ երկրում չեմ լինում։ Այդ առումով շատ դրական, շատ անկեղծ եւ սրտացավ մասնակցություն է այս պրոյեկտին։ Երկու ամիս առաջ մենք որոշեցինք նոր ակցիա սկսել եւ խթանել մեր բանկի օգտատերերի շրջանակում mobile banking-ի կիրառումը եւ որոշեցինք մի հետաքրքիր գովազդային արշավ կազմակերպել եւ երբ ընտրում էինք մեր արշավի դեմքին մենք կարծում ենք որ մեզ պետք է այնպիսի դեմք, որը հաճախ ճանապարհորդում է, շատ ժամանակակից է, տեխնոլոգիաներից օգտվում է եւ շատ նորաձև անձնավորություն է եւ առաջնային մեր տեխնացուն Իվետա Մուկուչյանը եղավ եւ կապ հաստատեցինք նրա հետ, երբ նա դեռ համերգներով գտնվում էր արտասահմանում եւ միևնույն օրվա ընթացքում պատասխան ստացանք, դրական պատասխան։ Այնուհետև նրա ժամանելուց հետո մեկ օրվա ընթացքում կազմակերպեցինք նկարահանումները եւ կարծում եմ շատ հիասքանչ արդյունք ստացանք։ Շատ ուրախ ենք, որ Իվետայի հետ ենք համագործակցում, քանի որ նա իսկապես ամբողջովին ներկայացնում է Prometei Mobile-ի էությունը, նույնպես վառ, նորաձև, ֆունկցիոնալ եւ առաջադեմ։ Ցանկացած տարիքի հաճախորդ առավել եւս mobile banking-ին մեր կարծիքով պետք է լինեն 18-ից մինչև 35-40 տարեկան հիմիկվա երիտասարդները, որոնք պոտենցիալ մեր հաճախորդներն են։ Եվ մենք շեշտադրումը կատարել ենք ֆիզիկական անձանց վրա, հիմնականում պայմանավորված է տարիքի խավի հետ, որոնք չեն սիրում ժամանակ կորցնել, մասնաճյուղեր այցելել, ինչ որ բանկ մտնել, մոտենալ աշխատակիցներին եւ այլն։ Դրա համար մենք առաջարկում ենք այդ նոր ծառայությունը, որը ես կարծում եմ արդարացված է եւ առաջիկայում մենք դրա հետ կապված ավելի լուրջ ծրագրեր ունենք mobile banking-ի հետ կապված։ Վերջի վերջո էլեկտրոնային վճարումներն են փոխարինելու ամեն ինչին։ Մենք որպեսզի շատ չափազանցած չլինեմ, կան եվրոպական բանկեր, ովքեր արդեն մասնաճյուղեր ունեն, որտեղ աշխատակիցներ չկան։ Ամեն ինչը բանկոմատների եւ տերմինալների միջոցով է իրականացվում։
Մենք հիմա գնում ենք դրան ավելի լավագույն տեխնոլոգիայի առաջարկմամբ, այսինքն մեր ով ունի iPhone, smartphone, planşet, ցանկացած տիպի եւ ունի ընդամենը ինտերնետ հասանելիություն։ Նա կարող է օգտվել բանկային ցանկացած ծառայությունից։ Դրանից լավ տարբերակ կամ առաջարկություն դեռևս ես շուկայում չեմ տեսել բանկային։ Prometei Mobile հավելվածից օգտվելու համար նախ եւ առաջ պետք է լինել դառնալ բանկի հաճախորդ։ Բանկի հաճախորդ դառնալու համար մենք առաջարկում ենք բոլորին անվճար ձեռք բերել մեզնից քարտ հատուկ բրենդավորված մեր Prometei Mobile ծառայության գովազդային ակցիայի շրջանակներում, որը տրամադրելու ենք անվճար։ Ցանկացած անձ կարող է դիմի բանկ, ներկայացնի իր անձնագիրը եւ սոցիալական քարտը, անվճար ստանա տվյալ պլաստիկ քարտը։ Նաեւ մենք անմիջապես անվճար կտրամադրենք իրան լոգին ու փասվորդ Prometei Mobile ծառայությունից օգտվելու համար։ Առհասարակ ասեմ, որ on-line banking-ը 21-րդ դարում ուղղակի անհրաժեշտ է, մասնավորապես մեզպես զբաղված մարդկանց համար։ Ես գրեթե բոլոր վճարումները իրականում փորձում եմ կատարել հենց on-line banking-ի միջոցով եւ հիմա շատ ուրախ եմ, որ Prometei բանկը եւս ունի այդ հավելվածը, դեռ չունեի, քանի որ չգիտեի, հենց հիմա ես պատրաստվում եմ այն բեռնել եւ այսուհետ օգտվել նաեւ Prometei բանկի on-line banking համակարգից։ Ես օգտվում եմ, շատ գոհ եմ, մանավանդ մեր ռիթմիկ կյանքում շատ հարմար է, նույնիսկ այն տարական ժամանակը, որ խնայում ես ճանապարհի վրա կամ օրվա կտրվածքով պլանավորես հանգիստ դասակարգես քո գործողությունները, միանշանակ բոլորին խորհուրդ եմ տալիս։